2016 թվականին շրջանում բազմաթիվ շինաշխատանքներ իրականացվեցին։ Դրանք եւ ճանապարհների եւ մարզադաշտերի ու մարզադպրոցների եւ ծիսակատարությունների տների եւ կամուրջների եւ կոյուղիների ու ջրագծերի շինարարություններ էին։ Ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից մեր շրջանն անցած տարում է տարածաշրջանի լավագույն շրջան ճանաչվեց։ Տեղի հասարակությունը կատարվող աշխատանքների քանակը տեսնելով նաև որակին հետևելով գնահատում է տեղական ինքնակառավարման մարմինների տարած աշխատանքը։ Շրջանին առնչվող յուրաքանչյուր հարց, այդ թվում նաև շինաշխատանքները մշտապես ուշադրության ու հսկողության ներքո են գտնվում։ Շինարարությունները սպորտզալը շինարարության հունի մեջ է, նորից հարցնետուն է, վատ չեն, նախնեդարությամբ շինարարությունները շատ լավ կընթանեն։ Ժողովրդի պահանջներով է արվում ու շատ է կոյեն լուբոյ ժողովրդի մեջ։ Ընդհանուր շրջանի մասշտաբով նախնեսենք այդ շինարարությունները գերտան շատ լավ են, վատ չէ։ Դպրոցը շինեցին, էլի վատ չէ։ Հարևան շրջաներում բնականաբար զարգանում են ենթակառուցվածքները, բայց որ ոչ այն թափով, ինչ մեր շրջանում փաստ է։ Բնակիչները հետևողական են տարածաշրջանի բոլոր շրջաներում կատարվող փոփոխությունների, եւ տարբերությունները նախկինի ու ներկայի միջև ասում են անզեն աչքով է նկատելի։ Ճանապարհի գնացող գալացող եմ, այդ ճանապարհի առիթով եմ ասում։ Բայց այնց երևի վիճակը լավանում։ Ցալկայում դե համեմատած երևի մի քիչ թույլ է, այստեղ երևի դժեղ է առաջընթացը։ Ամենագլխավորը իշխանությունն է գործը կատարողը։ Երևի իշխանությունն է։ Դիմորոշ ճեղով երևի թուլացնում է ուշադրությունը։ Չգիտեմ, կարող է ինչ-որ մի ուրիշ տեղ ավելի վաժնի գործեր կա, այդ մեն այդ գործերի համար պաստողի են անում։ Երևի թերապես բողոք չկա երևի։ 2016 թվականի ձմեռը համեմատաբար շուտ եկավ, ու եղանակային պայմանները թույլ չտվեցին շինարարական բոլոր աշխատանքները հասցնել ավարտին։ Սակայն անավարտ մնացած գործերն այնքան էլ շատ չեն ու անպայման ավարտին կհասցվեն այս տարի։ 2016 թվականին մունիցիպալիտետում մի քանի շինարարական աշխատանքներ, դա կոյուղի շինարարություններ, նախկին տեբարանի շենքի շինարարություն, որոշակի մասի շինարարություններ, փոքր գոնդուրայում ջրագիծ կար, մեծ Արագյալ Սատխա ուղղությամբ ջրագծի շինարարություններ, դրանք գումարած Ուջմանայում նորից ջրագծի շինարարություններ, Դիլիֆում մանկապարտեզի շինարարությունը եւ մանր-մունդր մի քանի աշխատանքներ, ուրեմն եղանակային պայմանների պատճառով չհասցրեցինք վերջնական ավարտին հասնել։ Մի երկու մերձույթային, այսինքն տենդերային առաջարկություններ փակվեց, որովհետեւ արդեն ժամանակն այնպիսին է, որ հնարավոր չէր այդ աշխատանքներն իրականացնել։ Այն աշխատանքները, որոնք որ պայմանագիրում էին եւ որոշակի մասը իրականացված է, համապատասխան հրամանագրերի եւ համաձայնությունների միջոցով, այսինքն մունիցիպալիտետի եւ իրականացնող ընկերության միջև դրանք հետաձգվել են մինչեւ 2017 թվականի մայիս-ապրիլ ամիսները։ Իսկ ինչ վերաբերում է գումարին, գումարը բնական է, դրանք եղել էին, կային այդ գումարները բյուջեից տրված էին այդ աշխատանքների համար, երկու աշխատանք էլ կան գյուղական ծրագրի, դրա մեջ պետք է նշեմ, որ մտնում է նաև Գանձայի ծիսակատարությունների շենքի կտուրի ֆերմաների շինարարությունը, երկաթյա կոնստրուկցիաների շինարարությունը, պայմանագրերը կնքված են, գումարներ կան։ Այս մոտ օրերում մենք ասենք առաջարկություններ կուղարկենք ավականի, որպեսզի այնտեղ հաստատվի այդ աշխատանքները, մենք ունենք ավելցուկային գումարներ, որոնք նորից նոր շինարարական աշխատանքների, նոր ենթակառուցվածքային աշխատանքների իրականացման համար կծրագրավորվեն եւ կուղարկվեն ավականի հաստատման համար։ Այս տարվա շինաշխատանքների գրաֆիկ մոտավորապես կազմված է։ Դրանում շրջանի բազմաթիվ ճանապարհների ու շինարարությունների նախագծեր են, ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն մինչ տարեվերջ։